Բարև հարգելի բարեկամներ, այսօր կխոսենք կրեմների մասին և երբ որ շաղվում է կրեմը, ինչ անել, որպեսզի փրկենք այն։ Ուրեմն, կրեմը շաղվում է այն դեպքում, երբ որ ջերմաստիճանի մեծ տատանում է լինում բաղադրիչների մեջ։ Օրինակ, եթե մի բաղադրիչը, օրինակ կարագը լինի ջերմաստիճանը սենյակային ջերմաստիճան, իսկ խտացած կաթը հանենք սառնարանից, այդ դեպքում հաստատ կշաղվի կրեմը։ Ինչ անել, երբ կրեմը շաղվել է, երբ այլ ելք չկա։ Ուրեմն, կրեմը շաղվելուց հետո մենք օգտագործում ենք միկրոալիքային վառարան։ Կրեմը դնում ենք 15 վայրկյանով, խառնում ենք, հետո նորից դնում ենք 15 վայրկյանում, այնքան մինչև ինքը ջրիկ զանգված ստանա։ Այնուհետ մի քիչ սառելուց հետո դնում ենք սառնարան, հետո խառնում ենք և օգտագործում ենք։ Եթե միկրոալիքային վառարան չունենք, այդ դեպքում դնում ենք գոլորշու վրա։ Այնքան ենք խառնում, մինչև կարագը հալվում է, համասար զանգված է դառնում, այնուհետև հարելուց հետո կարող ենք օգտագործել։ Սիրով, Կայասվիթ։